Տիկին Թելունց, մենք նաև եղանք Կարմիր Բլուրում, որտեղ կասեցված է նաև հայ-ֆրանսիական համատեղ իրականացող այն ծրագիրը, որով ուրարտական, այսպես տեխնոլոգիայով, այսպես ասած, աղյուսներ էին, հա, պատրաստում, այո։ Ինչու է կասեցված այս ծրագիրը։ Ասեցվա պայմանագիրը ավարտվել է այդքանով։ Իրանց պայմանագիրը անցյալ տարի ավարտվել է։ Եվ էլ Սյուզի Մորոնն էլ չի եկել։ Պայմանագրի խնդիր էլ չունեն կնքած։ Իրանք արտադրել են 1000 հատ աղյուս եւ սպասում են։ Պայմանագիր պետք է կնքեն։ Այնտեղ աղյուսները անօթիթար վիճակում էին, այսպես բացօթյա։ Բացօթյա չէր, իրանք բացել է ծածկել էին, բանով թաղանթով ծածկել էին կապույտ, որ չփչանար։ Հիմա թե աղյուսները, մեկ այդ աղյուսները իրենց գործը չեն անելու։ Որովհետեւ իրանք պիտանի չեն։ Ես տենց եմ գտնում։ Այ օրինակ իմ հետ հարցազրույցում նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ճիշտ հակառակն էր պնդում։ Ես բան չունեմ ասելու, բայց այն, որ 3000 տարվա Կարմիր Բլուրի աղյուսները ֆոնդում ունենք եւ դրանք ոչ մի բան չեն լինում, դա ուրիշ։ Իսկ սա դրսում եղած արդեն փշրվում է։ Հիմա ես ցավում եմ, որ այստեղ Տիկին Թելունցը ընդհանրապես չի տիրապետում ամբողջ գործընթացին։ Երևի Տիկին Թելունցը լավ չգիտի աղյուսը ինչպես է կազմվում, ինչպես է, բա լավ, եթե դա ինքը, այսինքն ինքը ասում է, որ այս ծրագիրը այն գլխից հաջողության չէր հասնելու, իր ասածից դա է բխում։ Ուրեմն նախ եթե, ուրեմն եւ նա խոսում է, բա եթե, ուրեմն նախ այդ ծրագրի տակ դրված է 4 ստորագրություն, Երևանի քաղաքապետի, Էրեբունու տնօրենի, ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի նախագահի եւ Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության տնօրենի։ Ուրեմն այս 4 մարդիկ, այդ թվում Երևանի քաղաքապետը, չէին հասկանում, որ այս աղյուսները պիտանի են, թե չէ, Տիկին Թելունցն էր հասկանում։ Ուրեմն Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտը, որ աշխարհում լավագույններից մեկն է, չէին հասկանում այդ աղյուսները պիտանի են լինելու, թե չէ, Տիկին Անահիտ Թելունցն էր հասկանում դրա մասին։ Այսինքն հիմա մի քանի ասում եկեք տեսեք 3000 տարվա աղյուսները, դրանք նախ 3000 տարվա չեն, մոտ 2600 կամ 2650 տարվա են, եւ ինքը խոսում է աղյուսի մասին, որը դրված է ֆոնդում, փակ ծածկի տակ։ Բա Տիկին Թելունց, բա վերցրա այդ Էրեբունու թանգարանի ֆոնդի աղյուսները տար, բաց երկնքի տակ դնենք, տենան քանի ամիս կդիմանան։ Բա այս աղյուսների պատրաստման նաև կարևոր խնդիրներից մեկը այն էր, որ այդ Տիկին Թելունցի ասած շատ բարձր դիմասկուն աղյուսները, որով կան Կարմիր Բլուրի պատերը, որ կան, վնասվել են, չեն դիմացել շատ տեղերում ջրին, բնակլիմայական այլ երևույթներին, հա, եւ այս աղյուսների արտադրության կարևոր պատճառներից մեկը այն էր, որպեսզի մենք կարողանանք վերականգնել այդ պատերի հատվածները, բա եթե իր ֆոնդում դրված աղյուսները այդքան դիմասկուն էին, բա ինչի չէին դիմանում եւ այդ ֆասադները լրիվ քայքայվել է Կարմիր Բլուրում։ Երկրորդը Տիկին Թելունց, դուք դրա նեղ մասնագետն եք, որ ձեզ իրավունք եք վերապահում նման արտահայտություն անելով այն էլ միջազգային չափազանց կարևոր ծրագրի մասին, որտեղ դրված է Երևանի քաղաքապետի եւ ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի ուրեմն նախագահի, որը եթե չեմ սխալվում Փարիզի քաղաքապետն է, ստորագրությունը։ Այսինքն դա նշանակում է նաեւ իմ կարծիքով այս ամենի տորպեդահարում միջազգային կարևոր ծրագրի, իսկ Ֆրանսիան մեր կարևոր գործընկերներից մեկն է, ծրագրի տորպեդահարման ինչ որ միտում ենք մենք նաեւ այստեղ տեսնում։ Եվ բացի այդ, ուրեմն այդ աղյուսները երկար ժամանակ Տիկին Թելունցի, այսպես ասած, պաշտոնավարման ժամանակ բարձի թողի ձևով եղել են բաց երկնքի տակ, եւ ես ինձ որոշակի իրավունք եմ վերապահում կարծելու, որ գուցե դա արվել է նաեւ այն բանով, որ Տիկին Թելունցը իր նեղ մասնագիտական, շատ նեղ, ոչ պրոֆեսիոնալ մասնագիտական դիտարկումներով այնպես է կարծել, որ մեկը այդ աղյուսները բանի պետք չեն։ Եվ այդ աղյուսները, թեկուզ որ դուք տեսակ են ծածկը, չէ, բրեզենտով կապույտ, ուրեմն դա արվել է միայն ու միայն ի շնորհիվ Կարմիր Բլուրի ներկայիս մասնաճյուղի վարիչի պաշտոնակատար Տիկին Ծովինար
Ծովինար Խաչատրյանի համառ ջանքերի շնորհիվ, նվիրյալ ջանքերի շնորհիվ։ Եվ նայա ամեն ինչ արել, որպեսզի բողոքելով, խոսելով, քանի որ ես նաև պեղումների է գնում, մի քիչ ծանոթ եմ ես ամենին, բողոքելով, խոսելով, որ գոնե մի քանի կոպեկ գումար տան եւ գոնե ինչքան հնարավոր է ծածկեն, պատկերացրեք, որ մի քիչ ավել գումար տային, հնարավոր կլիներ փրկել ավելի այդ աղյուսները, բայց եթե դուք նայեիք այսօրվա Կարմիր Բլուրի պահակակետի հետևը, արված աղյուսի փոքրիկ պատ ցուցադրական եւ այդ պատը ոնց կա, տես մնում է, եթե Տիկին Թելունցը ժամանակ ունենար, իր պաշտոնավարման ժամանակ մեկ-մեկ այցելեր մասնաճյուղեր, կտեսներ, որ այդ աղյուսները շատ լավ իրենց արդարացնում են։ Ուրեմն այդ ֆրանսիացի մասնագետները, հայ մասնագետները բան չգիտեն։ Տիկին Թելունցը, որը գլխավոր ֆոնդապահը, գիտի, եւ նա ասում է, այդ ծրագիրը վերջացել է։ Իսկ նա հարցրել է ֆրանսիական կողմից։ Բա ինչու եք թողել, որ վերջանա։ Նախ այդ ծրագիրը ես գիտեմ, որ մեծ ցանկություն կա ֆրանսիական կողմից շարունակելու, հա, որովհետև իմ հետ են նաև խոսել, իմ խորհուրդներ են փորձել հասկանալ, բա ինչու է գումարները կա այդ ծրագրի, բա ինչու եք այդպես անում, բա ինչու չիրագործեցիք այդ ծրագիրը, ինչու թողեցիք, որ վերջանա։ Բարդեր այդ աղյուսները պետքա մոտ 500 հատ արտադրեինք եւ սկսեինք գործին, խառաչոները առած էր, լիքը բան արած էր եւ այլն եւ այլն, այսինքն սա եւս ոչ պրոֆեսիոնալ դիտարկում է, որը իրեն թույլ է տալիս տնօրենի պաշտոնը, պաշտոնակատարը անել միջազգային չափազանց կարևոր ծրագրի վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ դիտարկումներ, չափազանց կարևոր մեր բարեկամ երկրի հետ ուրեմն իրականացվող ծրագրի շրջանակներում, թող սա նաև տեսնեն իր վերադասները եւ դրանից հետևություններ անեն։